Լավ, սիրելիներ, հանուն Վարդան Սրբազանին եւ թեմական խորհրդին ողջունեմ ձեզ բոլորդ, հատկապես մեր հյուր դասախոսը կամ մեր շրջաբուդույը գազմագերբողը Մղիտարյան միապանության վարտավետ Հայր Գևորգ Սարգսյան։ Անոնս նշան Բասմաջյան է, ասկիշերվան ծերնարգին հանդիսավար։ Ասեմ, որ աստասախոսությունը մեր դասախոսական շարքին 44-րդն է, ձայն ինչպես նկատեցիք գծայնակրենք եւ գտեսակրենք։ Դասախոսությունը ավելի ճիշտ է շրջաբդույթը հետևյալ ընթացակարգը պիտի ունենա, պիտի ներկայացնեմ Հայ Սուրբին կենսակրականը, անմեզ պիտի փոխադրե Վենեդիկ, Սուրբ Ղազար եւ մեզի պիտի ներկայացնե այդ փոքրիկ Հայաստանը իր մշակութային եւ հոգեվոր կանցերով։ Հայ Սուրբը պիտի դա նաեւ հարցումներու եւ բոլոր հարցումներուն պիտի պատասխանե։ Ավարտին խոսքը պիտի դամ մեր շատ սիրելի Սրբազան հոր, որ նաեւ մոդեն գճանցնա Հայ Սուրբը, որովհետեւ գադարը փակման խոսքը ու փակման աղոթքը։ Եվ այդպիսով փակած պիտի պաշտոնական մասը եւ հետո գրնանք փոխադրվել անպաշտոն բաժնին եւ գրնանք խոսիլ, շահագրադել եւ այլ։ Իմ շնորհակալությունս կուզեմ հայտնել Վարդան Սրբազանին, որուն շնորհիվ է, որ մենք այս շրջաբուդույին մասնակից պիտի դառնանք ասկիշեր կամ ասկեսորը վերջ այսօր նաև ասեմ, որ Հայր Սուրբին հետ համաձայնած ենք, որ կալ դարվա մեջ մեզի ուրիշ նյութ մնալ պիտի ներկայացնե մխիթարյան հայրերուն առնչված։ Չէ՞ Հայր Սուրբ։ Այո, Այո, սիրով։ շնորհակալություն։ Այժմ թույլ տվեք Հայր Սուրբի կենսակրականը ներկայացնել նախքան արտակը իրեն հասնելս։ Ուրեմն Հայր Սուրբը Հայր Գևորգ Սարգսյան ծնած է 1987-ին Վրաստանի Ախալցխա գավառի Սուխլիս գյուղը։ Մանկության դարերները ապրած է հավատքով լեցուն ջերմ ընտանեկան միջավայրի մեջ եւ նախնական կրթությունը ստացած է իր գյուղին մեջ մինչեւ միջնակարգ մինչեւ 8-րդ դասարան, որ մեկ 2001-ին կդեղափոխվի Հայաստան Գյումրիի Ներսիսյան հոգևոր դպրանոց, որ կշարունակե նաև դպրոցական վերջին 3 տարիները։ 2006-ին մուտքը գործե նորապաց Երևանի Մխիթարյան հոգևոր ջամարանը, որ մինչև 2008-ի վերջը կշարունակե ուսումը հայագիտության, իմաստասիրության եւ եկեղեցական դարբեր նյութերու մեջ։ 2008-ի դեկտեմբերին առաջին անգամ լալով ոտքը գողե Սուրբ Ղազար գղզի Մխիթարյան մայրավանք։ Իսկ 2010-ի մարտին պաշտոնապես ժամանակավոր ուխտերով գանտամակցի Մխիթարյան միապանության։ Նույն տարին կսկսի իր իմաստասիրության եւ աստվածապանության ուսման 5 տարիներու շրջանը եւ գահաջախե Վենեդիգի Պատրիարքական գղերական համալսարանը եւ ապա վեղարավոր եղբայրներու Լաուրենտանիում համալսարանը 2013-ի մարտին կգադարե իր մշտնջենավոր ուխտը, իսկ 2014-ի նոյեմբեր 21-ին Սուրբ Ղազար մայրավանքի մեջ կցերնացվի Սարգսակ 2015 մայիս 24-ին գոձվի Գուսագրոն քահանա 2015-ին 2016 տարիներուն կշարունակե հովվական 1 տարվա ուսումը pastoral, այսինքն միաժամանակ ստանալով վանքի սաներու փոխտեսուչի բաշտոնը 2016-ին ավարտե 6-ամյա համալսարանական տարիները եւ իր ավարտաճարի նյութը գլա Սուրբ Գույս Մարիամը Մխիթար ապահոր կյանքի եւ գործերուն մեջ հետաքրական նյութ 2010-ին կդեղափոխվի Հռոմ Հիսուսյաններու, այսին ժեզվիտներու Գրիգորյան համալսարան,
ստանալու համար իր մագիստրոսական դիպլոմը կամ վկայականը, ուրեմն հոնգընտովի քահանաներու եւ գրոնավորական կյանքի գազմավորման բաժնին մեջ մերնադեն գահդեվի Մարիամապանության դասընթացներուն։ Առաջին դարին հաջող ավարտել է միապանության կողմէ կգանչվի ծառայության Երևանի Մխիթարյան ջեմարանի դպրոցի եւ ընձայարանի փոխտեսուչի պաշտոնով։ 5 տարի սիրահոժար աշխատել է յետք, դարձյալ արիթը գդրվի իրեն, գծերվի իրեն վերադառնալ Հռոմ, շարունակելու համալսարանական ուսումը։ Եվ 2023-ին հաջողությամբ կստանա իր մագիստրոսի վկայականը, masters, որպես ավարտաճար կներկայացնե Մխիթար ապահար դաստիարակ աշխատասիրությունը։ 2023-ի հոկտեմբեր 4-ին Հռոմի Սրբազան քահանայապետ հոգելույս Ֆրանցիսկոսի գարկատությամբ կնշանակվի Մխիթարյան միապանության ընդհանուր քարտուղար։ Իսկ 2024-ի նոյեմբերին իրեն հանձնվի Սուրբ Խազար եկեղեցու լուսարարապետի եւ Մայրավանքի պատասխանատուի պաշտոնը։ 23-ին Սուրբ Ներսես Շնորհալի մահվան 850-ամյակին արդիվ Հարսուրբ մաս կազմած է միապանության կողմէ հրատարակված հավատով խոստովանիմ բազմալեզու աղոթակիրքի խմբագրության։ Իր ամենամյա ամառվա շրջանին Շավախքի եւ Հայաստանի տարբեր շրջաններու երիտասարդներու հետ աշխատանքի ընթացքին գաղափար մղացած է եւ ամեն տարի նվիրել Մխիթարյան վարդապետի հիշատակին դարին, այսինքն եւ ավելի մոդեն ճանցնելու համար եկեղեցականի գերբարը եւ Մխիթարյանի գերբարը պատկերը։ Եվ այդ իսկ առիթով 2024-ի ամռան լույս կընծայե Հայր Վահան Վարդապետ Հովհաննեսյանի անդիպ մնացած գիրքերեն մեկուն Բարի լույս Հայաստան գրական ավանդավեպը նվիրված Սուրբ Տատյոսի, Սրբուհի Սանդուղտի եւ հայոց աշխարհի քրիստոնեության մուտքին։ 2025-ին նույնանման միջոցառումներու շարքին նվիրված Հայր Եղիա Վարդապետ Փեչիկյանի ծննդյան 130-ամյակին կհրատարակե Հայր Եղիա Փեչիկյանի անդիպ գործերը։ Հարսուրբ ձեզ ներկայացի հիմա հարթակը ձեզի։ Ռամեցեք։ Շնորհակալություն շատ, նախ եւ առաջ Աստված օգնական սիրելի սրբազանայր, սիրելի հայ սուրբ եւ սիրելի հարազատ խոքիներ մեր Ավստրալիայի հայ համայնքին եւ եկեղեցվո։ Ինձ համար մեծ ուրախություն է եւ պատիվ այս պահին ձեզ հետ լալուս, եթե անգամ այսքան հերավար ցանցով եւ կապով, բայց մտովի գուզեի, որ ամենք սալ տեղափոխվենք Սուրբ Խազար։ Ուսամ ձայնս հասանելի է ամենուտ եւ գնանք այս քանիմը ժամը կամ ինչքան որ մեզի ժամանակը տրամադրված է, միասին ապրենք։ Շատ կարևոր է միտքով տեղափոխվել տեղը։ Ճիշտ է, որ այս պահուն ամենքս կգտնվենք մեր տուներում մեջ, տարբեր ժամերու, բայց այս առաջին ամենակարևոր կետն է։ Յուրաքանչյուր վայր, երբ որ մենք սրբավայր մկերտանք, եկեղեցի մկերտանք, վանք մկերտանք, ունի հատուկ եւ մասնավոր իր շնորհքները։ Այսօրվա մեր ուխտագնացությունը պիտի ելա Սուրբ Խազար։ Սուրբ Խազար այն փոքրիկ հայրենիքը, այն փոքրիկ հողը, ուր որ մեր մեծագույն Հովհաննես Շիրազ այս տողերով է որ դարձանագրե։ Վստահ եմ, որ ամենք տալ ծանոթ է այս տողերը, որու համար կսե։ Օդար ջրերում հայացյալ կղզի, հայոց հին լույսն է քեզմով նորանում։ Գիտեմ, տկնում ես, այս էլ դարից դար, հայրենիքից դուրս, հայրենիաց համար։
Այս խոսքերը Հովհաննես Շիրազի այս կղզուն նվիրված շատ բան կսա։ Բայց պետք է իմանանք, թե ինչպես եւ ինչն էր, որ դրդեց այս կղզին հայկական եւ փոքրիկ Հայաստանը դառնալուն։ Յուրաքանչյուրս լավ ճանաչած լսած ենք Մխիթար Սեբաստացու անունը։ Եկեղեցագամը, ով որ 1676-ին ծնած է Սեբաստիո քաղաքի մեջ փետրվարի 7-ին եւ արդեն իսկ մանուկ հասակեն փափագած էր եկեղեցական դառնալու։ Քաղաքին Սուրբ Նշան վանքը նախ կմտնե, կընդունի փոքր աստիճանները, անգե ետք սարգսական ձեռնադրությունը կստանա եւ կսկսի ուսման հետքերով, փնտրտուքով ավելի լավ ճանաչելու համար աստվածաբանությունը, Աստծո տեսությունը կսկսի փնտրել ուսուցիչներ։ Այս իսկ պատճառով իր ճամփորդությունը զինք կհասցնե մինչև Սուրբ Էջմիածին ուսման հետքերով։ Ետքը կանցնի Խորվիրապ, կանցնի Սուրբ Սևանավանք, 1692 թվականին շատ կարևոր դեպքը տեղի կունենա Մխիթարապողի կյանքի մեջ, որը որ հեղաշրջում կտա իրեն։ Այդ նույն տվին Սևանավանքի մենության մեջ, ուր որ մթությունը կտիրեր եւ ամենք սալ վստահ որ անցած ենք եւ գիտենք թե ինչ կնշանակե վանքի այդ կղզի վրա լռությունը եւ որ քամին միշտ կսուրա, այդ մթության մեջ Մխիթարապահը ամեն գիշեր մենակ եկեղեցի կերտար եւ կխնդրեր Տիրոջ մեր խորանին դիմաց թե ինչ էր իր կյանքին կոչումը։ Եվ երկինքեն պատասխանը չի ուշանար եւ Սուրբ Գույս Մարիամ Աստվածածին գերեւնա եւ կսե. Ինչ կփափագիս Մխիթար։ Մխիթարապահ պատասխանը այնքան գեղեցիկ է, որ կնույնանա Գաբրիել հրեշտակապետի ողջույնը Սուրբ Գույս Մարիամին այդ զրույցին Ղուկաս ավետարանչի մեջ, որ մենք գիտենք։ Սուրբ Գույս Մարիամ կսե, երբ որ Գաբրիել հրեշտակապետը զինքը կսե, որ դու Աստծո մայր պիտի ելաս։ Մխիթարապահը կպատասխանե. կուզեմ անիկա, ինչ որ դու կկամենաս։ Մխիթարապահ կամքը ուրիշ բան չէր, եթե ոչ կատարել Աստծո կամքը։ Եվ ահա Աստված էր, որ Տիրամոր միջնորդությամբ պատասխանած էր Մխիթարապահ հարցին։ Եվ Տիրամայր կսե. եղիցի։ Ինչն էր որ պիտի ելար։ Ինչն էր այդ եղիցին։ Մխիթարապահը Սևանավանքի եկեղեցիեն դուրս կելնե այլևս նորովի, նոր շունչ, ուրախ։ Բամը, որ իր սրտի մեջ խոսած էր։ Այս դրվագն է, որ ագոնցապահը Մխիթարապահը մե երրորդ ապահայրը, երբ որ կգրե Մխիթարապահ վարքը կհիշադակե։ Այս տեսիլքը Մխիթարապահ կյանքի մեջ ամեն պահու, ամեն վարքյանի, որ ինքը աղոթքի կբարձրանար, այս տեսիլքը միշտ իր մտքի մեջ ուներ։ Ահա այդ տեսիլքն էր, որ իր մեջ ծաղկեցուց գաղափարը բամը ընելու, ինչն էր որ պիտի ընլար։ Մխիթարապահը շարունակեց իր ուխտագնացությունը ամբողջ Հայաստան աշխարհով մեկ։ Հայաստան աշխարհը, երբ որ գսենք, մեր այսօրվա միտքի մեջ կնանք ունենալ Արևմտյան Հայաստանը եւ Արևելյան Հայաստանը։ Սևանավանքեն կանցնի դարձյալ Սեբաստիային այսօրվա Հալեբ քաղաքը, Հալեբ քաղաքեն Պոլիս, դարձյալ Սեբաստիա։ Ամբողջ իր կյանքի ճամփորդությունը մինչև 1699 թվական, երբ որ կձեռնադրվի այլևս կստանա նաև վարդապետական գավազանը, կուսագրող քահանա եւ վարդապետական գավազանը, ինքը այս ճամփորդության ընթացքին սկսած էր հասկանալ, ճանաչել ինչն էր այն խնդիրը եւ խորհուրդը, որ հայ ազգը կարիք ուներ։
Պիտի այստեղ ասենք նաև Նալբանդյան, Միքայել Նալբանդյան պիտի ասեր, որ մղթարապահայրը այն անձը եղավ, որ հասկացավ հայ ազգու խնդիրը, որ պիտի լուսավորեր հայու միտքը։ Եվ ահա սա էր խնդիրը։ Մղթարապահորը ամբողջ ճամփորդության ընթացքին հասկացած էր թե եկեղեցական խնդիրները եւ թե ազգի խնդիրը, որ ազգը կարիք ունի լուսավորության, միտքի լույս ունենալ։ Միտքի լույսը հա դա պիտի օգներ ազգին վերածաղգունք տալու, վերապրելու, նոր շունչ ունենալու, նորովի վերագտնելու ինքսինքը։ Այնքան լավ գիտենք, որ ստրուկությունը մարդու տգիտությունն է, որ կգա։ Եվ ստրուկը չի կրնար հասնել բանիմը, որ ինքը պիտի փափագիր։ Մղթարապահորը հա այս գաղափարները օրինքը կսկսի այս նպատակի համար միաբանություն հիմնել։ Բայց երբևէ Մղթար Սեբաստացի մղթարապահերը չէր փափագած ինքը դառնալու այդ նոր միաբանության, որ պիտի ասենք ոչ թե նոր, այլ վերածաղկեցնելու հայ կրոնավորական կառույցը, հայ կրոնավորական հաստատությունը։ Եվ իր այդ շրջանին մղթարապահերը կգտնե օրինակի համար Խաչատուր վարդապետ Էրզրումցի վարդապետը, ով որ ուսանած էր Հռոմի Ուրբանյան համալսարանը եւ իր մեկը խնդրե, որ ինքը լար նոր այս միաբանության վանահայրը գլուխը պատասխանատուն եւ մղթարապահերը պիտի լար իր օգնականը, քանի որ մղթարապահերը այնքան խոնար մեկ եղած է, որ չէ փափագած երբևէ ինքը լալ պատասխանատուն։ Խաչատուր վարդապետ կպատասխանե, որ այո, շատ գեղեցիկ գաղափար է, բայց այդ իրականացնելու համար բավականին դժվար է, չենք կրնար մենք հաջողել անոր։ Մղթարապահը չի հուսադիր, կմոտենա այդ ժամանակվա անվանի եւ հայտնի եպիսկոպոսի մը, դարձյալ ուղղե իր խնդրանքը, եթե եպիսկոպոսը լար պատասխանատուն այս նոր կառույցին, բայց նույնպես եպիսկոպոսի կողմեն չստանար դրական արձագանք։ Այս ամենը աստվածային նախախնամությունն էր, որ թողած էր, որ պիտի լար մղթարապահերը այս նոր միաբանության հայկական, վանական, վերածաղկունք տվող միաբանության ղեկավարը։ 1700 թվականին մղթարապահեր ահա իր շուրջը հավաքած էր նոր երիտասարդներ։ Նոր գաղափարի այս գաղափարի շուրջ երիտասարդները կարծես հմայված էին մղթարապահոր խոսքեն։ Քանի որ մղթարապահերը շրջում եկեղեցական եղած է առաջին շրջանին փնտրելու եւ հասկանալու համար, ահա իր քարոզներեն շատ երիտասարդները սկսած են հետևել իրեն։ Հիշենք, որ Հալեբի ընթացքին մղթարապահեր ճանցած է նաեւ օդարազգի եկեղեցականներ, իմասնավորի ջեզուիտ եկեղեցականներ։ Ուսման պատճառով, որ մղթարապահեր արևելքի մեջ իր եկեղեցու մեջ չգրցավ գտնել ուսումը մեծ եկեղեցականները, որոնք որ զինքը կարողանային գիտության մեջ զարգացնել, այդ եկեղեցականներեն, ջեզուիտ եկեղեցականներեն շատ բան գսորվին, համեստորեն։ Եվ կփափագի իրենց միջոցով անցնի Հռոմ։ Նախապես ջեզուիտները հրաման չեն տար եւ կսեն նայե եղբայր դուն քո ազգիտ մեջը որ պիտի ծառայես։ Ու անանկալ գլա մղթարապահեր չի գնար հասնել Հռոմ եւ 1700 թվականին կհիմնե միաբանությունը։ Շատ կարևոր բան հոս կնամսել եւ առաջերտանք։ Մինչ այս ճամփորդության ընթացքին, երբ որ ինքը գներ, իրեն գպադահի գիրքը Քրիստոսի նմանության գիրքը։ Եվ այդ գիրքն է, որ առաջին անգամ կառնե, կգնե եւ կես կնե։ Կեսը ինքն է, որ ուսանի եւ կաղոթեր եւ իր մտածականները գներ եւ մյուս կեսով իր առաջին աշակերտը Հովհաննես։ 1700 թվականին մղթարապահեր կհիմնե
միաբանությունը Պոլսո մեջ։ Նպատակներ ահա մեկ բան. Աստծո փառք եւ հայազգի օգուտին։ Ցավոք սրտի հալածանքների բերումով մղթարապահեր պիտի լքեր պոլիսը եւ կանցնի Մեթոն քաղաքը, այսօրվա Հունաստան երկրի մեջ։ Մեթոն քաղաքի մեջ անծանոթ աշխարհին լեզվին, բայց Աստծո նախախնամությամբ եւ Աստծո մարդը լալով թե պետական եւ թե եկեղեցական այրերը կճանչնան զինքը եւ կօգնեն, որպեսզի ինքը կրնա վանք մկառուցել եւ անանկալ գլա։ Հայ նաեւ բարերարների միջոցով մղթարապայր կկարողանա Մեթոն քաղաքի մեջ վանքը կառուցել, հասցնել նոր եկեղեցականներ, որոնք որ պիտի շարունակեին իր գործը։ 1715 թվականին մղթարապահար պիտի լքեր Մեթոն քաղաքը, քանի որ թուրքերը հարձակեցան այդ քաղաքին, նույնպես Մեթոնի Վենետիկի իշխանավորներու եւ ժողովրդու հետ ինքն ալ կլքե Մեթոն քաղաքը եւ կհասնի Վենետիկ։ 1715-ին հասնելով Վենետիկ կապրի Սան Մարտինո եկեղեցու հարևանությամբ, իսկ 1717-ին ահա սեպտեմբերի 8-ին Մղթարյան միաբանության հիմնադրման Սուրբ Կույս Մարիամ Աստվածածննդյան օրը մղթարապահար իր աշակերտներով մուտք գործե այս ճգնախ կղզի։ Կղզիմը, որ իր շրջանին միմիայն 7000 մետր քառակուսի էր կղզու մեծությունը, իսկ հաջորդ տարիներուն պիտի ավելնա եւ մեծնա։ Անոյգա հաջորդի պիտի ասեմ ձեզի։ Առաջին անգամ եւ առաջին մուտքը, որ մղթարապահար կունենա կղզի, կայցել է այս եկեղեցին։ Հիմա ես պետք է սկսեմ շարժիլ եւ նաեւ պատկերս փոխեմ, որ մենք կարողանանք տեսնել եւ իմանալ ու ճանաչել։ Ահա այն եկեղեցին, որ մղթարապահար մուտք գործեց եւ սկսեց վերաշինել։ Կղզու վրա գոյություն ուներ 1400 թվականի եկեղեցիմը։ Արդեն հիշենք, որ կղզին 9-րդ դարին գոյություն ունեցած է եւ տարբեր դարերու եղած է տարբեր ծառայության համար։ Եղած է զորանոց, եղած է կրոնավորական հաստատություն, եղած է բորոդանոց եւ վերջում 1600-ի վերջավորության այլևս այս կղզին մեկը չէր ապրիր։ Կար պզիկ եկեղեցիմը եւ 9 փոքր սենյակներ։ Եվ կար մեկ գյուղացիմը, որ այգին կխնամեր։ Վենետիկի սենատը իր դոժի գլխավորությամբ Ալվեզո Մոչենիկո դոժի Հարցում գրնակ այս կղզին մոդելը, որ ավելի լավ դեսնենք։ այո, հիմա պիտի մոտենամ։ Okay. Այս կղզին կհանձնե մղթար ապահոր։ Մղթարապահոր հանձնելեն յետ մղթարապահար մուտքը գործը եւ կսկսե։ Ահա մեր դիմաց ունենք Սուրբ Խորանը, Ավակ Խորանը, վսայեմ, որ ամենք տալ կտեսնակ։ Սուրբ Խորանի վրա նախ եւ առաջ այս պատկերը կա։ Այս պատկերը վսայեմ, որ ամենքուդ ծանոթ է, որ կկոչվի Սևանի տիրամայր։ Այս պատկերի դիմաց էր, որ մղթարապահար իր տեսիլք ունեցած է Սուրբ Կույս Մարիամին։ Խորանի ետևին հատվածը կտեսնենք 3 աբագյա պատկերները գեղեցիկ սուրբերու, մեջտեղինը, որ Սուրբ Ղազարն է, քանի որ կղզին արդեն իսկ նվիրված էր Ղազարու, Սուրբ Ղազարին, իսկ աջ եւ ձախ կողմերը կտեսնենք Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոց հայոց գրերու եւ հայ թարգմանչության մեծագույն տիտանները, որոնց որ կհետևին մղթարյան հայրերը։ Մղթարապահար ուրեմն այս ճգնախ եկեղեցվո մեջ եւ այս կղզիակի մեջ է, որ իր ամբողջ կյանքը կապրի, ուսուցանելով, աղոթելով, աշխատելով, դասախոսելով, գրելով, ամեն բան աստեղ է որ կներ։ Եվ
1749 թվականին ապրիլի 27-ին կվախճանի եւ ահա իր գերեզմանը, ինչպես որ կտեսնենք, Սուրբ Խորանին դիմացն է, որ հիմա դուք կկարողանաք տեսնել։ Մխիթարապահոր ստեղծած այս եկեղեցվո գեղեցիկ կառույցը բազմիցս տարբեր տարիներու ընթացքին վերանորոգված է եւ վերաշինված։ Բայց խորանները պատրաստված են մխիթարապահոր կողմէ։ Հավաք խորանեն յետ երկրորդ խորանը, որ կպատրաստվի Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնան նվիրված խորանն է 1735 թվականին։ Այս սրբապատկերը, որ կտեսնենք, Մաջոտո, Ֆրանչեսկո Մաջոտո հեղինակն է, որ 1805 թվականին կգծե։ Սեպտեմբերի 8, քանի որ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնան ծնունդ եւ հիմնադրման թվական։ Մխիթարյան միաբանությունը այն միակ կրոնավորական հաստատությունն է ամբողջ եկեղեցվո, քրիստոնյա եկեղեցվո մեջ, որ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնա ծնունդը կտոնե կնշե 8 օր։ Հաջորդ մեծագույն խորանը, որ ունենք, Սուրբ Անտոն Անապատականի ճգնավորի խորանն է։ Դարձյալ բարոկկո տեսքով շինված նույնը նման Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնա 1737-ին պատկերը Ֆրանչեսկո Ձունյո հայտնի եվրոպացի գծագրիչն է, որ կներկայացնե Սուրբ Անտոն ճգնավորը կրոնավորական հաստատություններու հայրը, բայց պատկերի մեջ դիմանկարը մխիթարապահերն է։ Հաջորդ խորանը նվիրված է Սուրբ Գրիգոր Լուսավորչին։ Իտալացի հեղինակ Նոե Բորդինյոնի պատկերով։ Իսկ չորրորդ խորանը նվիրված է Սուրբ Խաչին։ Վենետիգի մեծանուն հայ Շերիմյան ընտանիքի հովանավորությամբ եւ բարերարությամբ ստեղծված։ Մխիթարյան հայրերու այս ճգնախ եկեղեցին յուրաքանչյուր սյունը զարդարված է եւ հիմնված է, քանդակված է որմնանկարներով եւ ետքը խճանկարներով մեր հայոց մեծագույն սուրբերով։ Կտեսնենք Սուրբ Ներսես Լամբրոնացին, Սուրբ Ներսես Պարթե, Սուրբ Վարդան, Սուրբ Ղևոնտ Երեց, Սանդուղտ եւ Հրիփսիմե։ Այստեղ, որ հիմա ես կգտնվիմ գրակալի դիմաց, որ ամեն օր արդու կեսօր իրիկուն մխիթարյան հայրերը ամեն օր կհավաքվին եւ միասնաբար կաղոթեն, իրենց աղոթքը ժամերուգությունը կհսկե Սուրբ Գրիգոր Նարեգացին։ Հայոց մեծագույն սուրբը, ով որ դարձավ ամբողջ քրիստոնյա եկեղեցվո 36-րդ տիեզերական դոկտորը։ Շատ կարևոր հատկանշական բան կա, որ մխիթարյան հայրերու ավանդատան մեջ պիտի տեսնենք այս խորանը։ Այս խորանը սիրելիներ եղած է ցեղասպանությունը յետք հայոց պատանիներու վերաբրած ցեղասպանությունը վերաբրած մանչուկներու վարժարանին սուրբ սեղանը։ Մենք գիտենք, որ մխիթարյան հայրերը մեծ նվիրումով նաև փորձած են հարյուրավոր պատանիներ ցեղասպանությունը վերաբրած պատանիներուն նոր կյանք մտալ։ Եվ Միլանո քաղաքի մեջ, Իտալիո Միլանո քաղաքի մեջ վարժարան մը հիմնեն եւ այս խորանը, այս անուշիկ հայկական աստվածամայրը որդին գիրկը սրբապատկերով խորանը այդ վարժարանի սուրբ սեղանը կլա։ Եվ որ տղաը յուրաքանչյուրը տղոցմը իրենց կյանքը կգտնեն եւ կվերադառնան եւ հասուննալով իրենց կյանքը կգտնեն, վարժարանը իր առաքելությունը ավարտել է յետ կգոցվի
Սուրբ խորանը, Սուրբ Սեղանը կտեղափոխվի Վենետիկ։ Հազար մխիթարյան հայրերը դերձոր կայցելեն, դերձորեն կբերեն այս սուրբ մասունքները մեր հայոց ցեղասպանության նվիրված զոհերու աջունները եւ կամփոփվի հենց այն սուրբ խորանին մեջ, որ եղած էր նոր կյանքի սուրբ խորանը։ Սա ես սկսեմ ոչ թե մահվան խորանը, այլ նահատակներու եւ նոր կյանքի, քանի որ այս սուրբ խորանի դիմաց հայ պատանիները իրենց նոր կյանքն է որ ունեցած են։ Ասեղեն հիմա մենք պիտի դուրս ելնենք եւ տեղափոխվենք արդեն թանգարանային բաժինը, բայց մինչ եկեղեցին դուրս ելնելը, ով որ Սուրբ Ղազարու եկեղեցին կմտնա, ահա Սուրբ Ներսես Նորալին է, որ կընկերանա եւ կոքնե։ Գավիթի մեջ 3 որմնանկարներ ունենք, որ այս պահուն կվերանորոգվին։ Հիմա մենք կրծած ենք գնանք տեսնել Սուրբ Ղազարու քարանկյունը 40 այս գեղեցիկություններով, որ յուրաքանչյուր Արշուր չես չենք լսել։ այս արձանը հռոմեական ինչ չեք լսել։ Հիմա գլսենք, հիմա գլսենք, բայց նախորդ գես վարյանը չլսեցինք։ Հա, գուցե ինտերնետն էր, հիմա գլսեք, չէ՞։ Հիմա գլսենք։ Բարի։ Հիմա ոչ։ Գդրդիվի ցայնը, չենք լսել։ Հա։ Հիմա Գարձեմ դեղեն է Արշուր։ այո, հիմա գլսեք։ Այո։ Բարի։ Շատ բարի։ Մենք մուտք գործեցինք Սուրբ Ղազարու սեղանատուն։ Մխիթարապոր կողմից ստեղծված սեղանատունը զարդարված է այս գեղեցիկ վերջին ընթրիքով, գծված 1780 թվականին Նովելի անունով, Պիետրո Նովելի անունով մեծ նկարիչը, որ կգծե ճիշտ Սուրբ Ղազարու սեղանատան համար։ Այս մեջտեղի սեղանը եղած է մխիթարապահոր եւ բոլոր ապաները հենց ճիշտ այստեղ նստած են։ Կսեմ, որ այս սեղանները լան աթոր եւ լա սեղան ամենքն 1700 թվականի է եւ մինչեւ այսօր նույնպես մնացած են ինչպես որ էր։ Աստեղ են մխիթարապահոր գրած օրենքի համաձայն, որ հոսքս է, ինչպես որ կտեսնենք սեղանատան մուտքին, որ գրված է աստ լռություն է պահելի եւ Սուրբ գրոց ուշ դնելի։ Մինչ օրս վանքի մեջ ճաշին եւ ընթրիքին ադեն հոստեղեն կընթերցվի Սուրբ Գիրքը եւ Սուրբերու եւ կամ տոնի նվիրված կապակցությամբ գրություններ։ Օրինակի համար այս շրջանին ձևով մենք կգարտանք Սուրբ Խաչին նվիրված գրություններ, Դավիթ անախտը, Եղիշեն եւ այլն։ Միաբանության միայն մեկ տեղ սեղանատունի բարավորի վրա մխիթարապահը թողած է մեկ արձանագրություն, ուր որ կսե
Մենաստանս այս ըստ բոլորին շինյալ եղև իբարս բրճին հապայության սեբաստացվո մխիթարա վարդապետին։ Միակ արձանագրությունը մկտարապահ թողած է մեզի։ Գրտնեք այսօր չլսեցինք։ Հիմա գլսեք։ Հիմա գլսեմ։ Հիմա Okay. Սեղանատունային հետ պահոր աստիճաններով կբարձրանանք արդեն երկրորդ հարկ, ուր որ մեզի պիտի դիմավոր է թանգարանելը։ Թանգարան պիտի խնդրեի, որ անգամ ուշադրություն Չենք լսեր այսօր։ Այսօր չենք լսեր։ Գդրդվի ծեր ցայնը։ Ախր բնական է որ չենք լսել, որովհետև պատերը շատ հաստ են վանքի։ Հիմա որ անցնի այդտեղ են կլսվի կարծեմ։ Հիմա գլսեք։ Այո։ Բարի։ Որմնանկարը կերցանք տեսնել, չէ՞։ Այո։ Որմնանկարը ուրեմն կպատկերեր ամբակում մարգարեն, որ մխիթարապահերը փափագած էր, ամբակում մարգարեի այդ պատմությունը, որպես երախտագիտություն, ասան գնեմ, որ կարողանանք նաև ինձի տեսնել պահմը, որպես երախտագիտություն Աստուծո, որովհետև մխիթարապահոր յուրաքանչյուր քայլը ճամփորդությունը եղած է Աստծո նախախնամությամբ եւ Աստված ինքն է, որ զինքը առաջնորդած էր։ Եվ ինչպես որ այդ պատկերի մեջ ամբակում մարգարեն հրեշտակի ընկերակցությամբ ընկերացվեր Դանիել մարգարեին գուբի մեջ, որ կգտնվեր կերակուր տալու, մխիթարապահեր այդ պատկերը ինքն զինքը կներկայացնե, որ Աստծո նախախնամություններ, որ կառաջնորդեր հայ ժողովուրդը հոգևոր եւ մշակութային սնունդ պարգևելու համար, քանի որ իր ձեռքի մեջ պատկերված էր զամբիողը։ Մենք արդեն մուտք գործեցինք թանգարանային բաժին։ Մխիթարապահեր երբևէ չէ կամեցած ստեղծել թանգարան։ Մխիթարապահեր ստեղծած է գրադարան, որ հիմա մուտք պիտի գործենք։ Մեր շուրջը գտնվող այս պատմական Քրիստոսե առաջ երկրորդ, երրորդ, չորրորդ հազարամյակներում պատմական գանձերը տարիներու ընթացքին վանք հասած են բարերարներու նվիրատվությամբ եւ կամ վարդապետների միջոցով գնված։ Առաջին եւ կարևորագույն պատկերներից, որ ունենք թանգարանի մեջ, Տիեպոլոյի խաղաղություն եւ արդարություն պատկերն է։ Անգեյետ Նապոլեոն երրորդն է, ով որ ինքը կայսրը նվիրած է վանքին, իր աջ եւ ձախ կողմերուն կտեսնենք երկու հնդկահայ մեծանուն բարերարները Մուրադը եւ Ռաֆայելը, որոնց միջնորդությամբ ունեցած ենք Մուրադ Ռաֆայելյան վարժարանը եւ ունեցած ենք նաեւ Սամվել Մուրադյան վարժարանը Փարիզի մեջ։ Ալվիզո Մոչենիկո Դոժը, ով որ սենատի հրամանով վանքը նվիրեց մխիթարապահոր։ Այս թանգարանի մեջ շատ կարևոր եւ հատկանշական մեկ բան ունենք տեսնելու։ Հիշենք, որ Նապոլեոն Բոնապարտ, Նապոլեոն առաջին, որ ամբողջ հյուսիսային Իտալիո բոլոր վանքերը ուր որ կհասներ, կգոցեր, կթալաներ եւ բոլոր ունեցվածքը իր հետ կտաներ, միակ վանքը կառույցը եւ կղզին, որ ոտքի մնացած է եւ Նապոլեոն ձեռք չտված, եղած է Սուրբ Ղազար։ Եվ այս վճիրով Նապոլեոն 1810 թվականին
կճանչնա մխիթարյան միաբանության ստատուսը իր եկեղեցական կառույցը լալը եւ անոր հետ մեկտեղ կճանչնա նաեւ մխիթարյան ակադեմիան այն ինչ որ մխիթարապայրը ստեղծած էր այս փեղկերու մեջ կտեսնենք եթոպական արձաթե խաչեր հունական միջագետքի հին աստվածներու քանդակներ եւ հոս այս երկուքը շատ կարեւոր են նաեւ Ասորեստանի շրջանի երկու կնիքներ են պատմական եւ շատ կարեւոր գանձեր են որ հոս կնանք տեսնել տարբեր եւ այլ ուրիշ գանձեր ինչպես որ ունենք այս կողմը չինական աշխարհի արևելյան աշխարհը օրինակի համար այս ամբողջական միակդոր փողոսկրե գունդը որ իր մեջ եւս ունի 12 այլ գունդեր, որոնք որ մեկը մյուսեն անգախ են եւ կշարժեն։ Եթե ուշադրություն դարձնենք, այս անցքերու մեջ են եղած են այս աշխատանքը եւ իր մեջ գտնվող մնացած 12 գունդերը։ Վրան կպատմե Բուդդայի կյանքը։ Իսկ այս կողմ ունենք արդեն հունը հռոմեական շրջանի գանձերը։ Երկու այլ պատկերներ կան, որ այս պատկերները գուզեի ձեր ուշադրության հանձնել Ամստերդամի մեջ երկու հայ ջուղայեցի վաճառականներ են, որ մեր հայր Մանուել Քաջունին եւ որ գանցնի Ամստերդամ հայկական եկեղեցին հետքերով եւ գտնելու համար այս երկու պատկերները կգնե եւ ահա այս երկու պատկերներն են, որ գլան մխիթարյան միաբանության պատկերասրահի առաջին պատկերները, որ կդառնա մխիթարյան պատկերասրահը։ Մենք ահա սկսանք մուտք գործել արդեն մխիթարապահոր ստեղծած գրադարանը։ Մխիթարապահերն է այս ամենը կառուցողը։ Մխիթարապահերն է ինքը նույնպես ճարտարապետը Լահադագը Վենետիգյան շրջանի 1700 Լարաստաղը, որ կներկայացնե դարձյալ բարոկկո շրջանի վենետիգյան ոճով պատկերը դարձյալ պատկերները Ֆրանչեսկո Ձունյոյին։ Այս գրադարանի մեջ եվրոպական կարևորագույն հադորներն են, որ մենք կարողանանք գտնել հոս։ Նույն ինքը մխիթարապահերն էր, որը սկսած էր հավաքել այս գրքերով սորվիլ, թարգմանել եւ կարողացած էր, որ նաեւ տպագրած էր հայերեն եւ տարածած ամբողջ արևելքով մեկ։ Հոս այս վառ օրինակը մխիթարապահոր գնաց եւ հայտարարած օրինակի համար կարող ենք տեսնել այս հադորները երկու հադոր բացված, իսկ մնացած հադորները 10 հադորներ, մեծադիր հադորները, որոնք որ 7 լեզուներով Սուրբ Գիրքն է տպագրված 1629 թվականին Փարիզի մեջ, մխիթարապահեր միակ անգամը, որ հռոմեն գանցնի, այդ անգամն է, որ կգնե եւ կբերե։ Ինչու համար, որ կարելի լար տպագրեր լավագույն ձևով իր աստվածաշունչը, որ հիմա կտեսնենք։ Մինչ այդ մեր դիմաց հիմա կտեսնենք առաջին տպագիր աստվածաշունչը ոսկան Երևանցու կողմ է Ամստերդամ 1666-ին։ 1700-ին այլևս գոյություն չուներ աստվածաշունչը եւ հայ ժողովուրդը կխնդրեր ուղակի մխիթարապահորմե, որ կարողանար տպագրեր աստվածաշունչը։ Եվ ի վերջո մխիթարապահեր երկար տարիներու ջանքով աշխատանքի ծանր հոգնությամբ կհաջողի տպագրել այս մեծագույն եւ գեղեցիկ, քանի որ յուրաքանչյուր պատկերը էջը պատկերված է նաեւ ձեռագրատան մեջ դարձյալ աստվածաշունչը պիտի ներկայացնեմ, հարցում պիտի ենեմ, ուշադիր եղեք, որ բամը ցույց կտամ եւ հոն մեկ ուրիշ բամը նույն էջի վրա ուրիշ հadoop բամը կա, որ անի պիտի հարցնեմ, թե ինչ է որ արդյոք կարողացաք ուշադիր լալ եւ հետեւիլ։
Ասիկա հա մխտարապոր աստվածաշունչն է տպագրված 1733 թվականին։ Անգեյետ հայկական կարևորագույն գիտական աստվածաշունչը, որ տպագրված է Հայր Հովհաննես Սորաբյանի կողմէ 1805-ին քննական աստվածաշունչ եւ վերջում 1860-ին Հայր Արսեն Բագրատունու ահա աշխատությունն է, որ մինչև օրս գերազանցելի հադորն է։ Մխտարապահեր Ամստերդամեն կգնե հայկական կլիշեները կարողանալու համար տպագրելու իր աստվածաշունչը եւ մնացած հաջորդ հադորները։ Այս գրադարանի մեջ կա մեկ եւս կարևոր նմուշը թանգարանային Նապոլեոնի որդին է իտալացի քանդակագործ Անտոնիո Կանովայի հեղինակությամբ։ Մխտարապահոր գրադարանեն մուտք պիտի գործենք արդեն հայկական թանգարանը, բայց մինչ հասնելը գրադարան թանգարան պահմը կենանք մխտարապահոր այս պատկերի դիմաց։ Այս պատկերի մեջ կտեսնենք մխտարապահայր եւ մխտարապահոր ձերքին տակ գիրքը եւ գիրքին մեջ տակ նաեւ հադագագիծը։ Ինչպես որ ասեցի, մխտարապահերը ինքը եղած է վանքի ճարտարապետը, վանքի կառուցողը եւ հետևողը, ահա այս պատկերը նովին գործով կվկայե այս յուրաքանչյուր խոսքը, որ ես ձեզ ասի։ Այս ամենը, որ մենք ինչ որ կտեսնենք, մխտարապահոր աշխատանքն է, մխտարապահոր կողմը հետևված եւ նաեւ իր կողմը գծված։ Կնանք ասել, որ ահա այս սյուները, որ կտեսնենք, մեզի համար սյուն է, բայց ինքը իր մեջ նաեւ գրադարան է։ Հայկական տարերը, որ կան, վերը եթե կնշմարեք, յուրաքանչյուրը արձանագրված է, քանի որ իր մեջ նաեւ պահպանված են հատուկ գրքեր։ Զինանշանը, պահմը զինանշանի մասին խոսենք եւ քալենք։ Մխտարապահոր կողմէ ստեղծված այս զինանշանը հավասարաթև խաչը կտեսնենք, խաչի մեջ 4 տարերը եւ 4 սիմվոլները։ Տարերն են ով, կեն, վև, այբ։ Հաբավումը, որ պիտի ներկայացնե, թե ովքեր են մխտարյանները։ Որդեգիր կուսին վարդապետ ապաշխարության։ Ահա ով էր մխտարյանը եւ ովքեր էին մխտարյանները։ Այս խաչի շուրջը կտեսնենք գրագը, որ խորհրդանիշն է սիրո, զանգակը հնազանդության խորհրդանիշը, գիրքը, սուրբ գիրքը եւ գիտությունը եւ գավազանը։ Գավազանը վարդապետական գավազանն է, քանի որ մխտարապահերը կստեղծե միաբանություն վարդապետական, վարդապետանոց, ոչ թե պարզ վանական կառույցը, այլ իր վանքը պիտի լար վարդապետանոց։ Եվ երկրորդ իմաստը խորհուրդը, որ ունի մխտարյան միաբանությունը, որպես եկեղեցական կառույց, ունի 3 ուխտերեն զատ նաև 4-րդ ուխտը։ Որոնք են նախ-առաջ այս 3 ուխտերը՝ հնազանդություն, աղքատություն, ողջախոհություն, այսինքն մաքուր կյանք, եւ 4-րդ ուխտը երթալ առաքելության մինչև անգամ իգին արյան։ Եթե վտանգը կա անգամ կյանքի, որ կնա կյանքը վերջ ունենա, երբ որ քեզի կխնդրվի եւ քեզ մեկսվի, դու պիտի երթաս։ Մուտք գործեցինք հայկական թանգարան։ Մեր դիմաց կտեսնենք բնօրինակ Կոմի Այվազովսկի, մեծագույն հայտնի ծովանկարիչ Այվազովսկի այս չքնաղագույն պատկերները։ Ահա նույն ինքն Այվազովսկին, իր ինքնանկարը։
Իսկ ով կնարլալ այս կողքինը անշուշտ հայր Գաբրիել Այվազյանը, ով որ հարազատ եղբայրն էր Այվազովսկուն եւ ով որ Մխիթարյան միաբան էր եւ յետքը հայր Գաբրիել Այվազյանը դարձավ Գևորգյան Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի առաջին տեսուչը։ Հայր Գաբրիել Այվազյան եղած է նաեւ անվանի եւ կարեւորագույն եւ աշխարհի ամենեն հին թերթերեն բազմավեպի առաջի խմբագիրը։ Պիտի ինչպես այսքան շատ պատկերներ Այվազովսկիեն ունի։ Այս պատկերը Նապոլիի Փարոսը Այվազովսկին ինքն է, որ իր ձեռքով գծած է եւ վանքին բերած նվիրած։ Իսկ ամենեն հայտնիներեն մեկը, որ նաեւ այստեղ կտեսնենք, քաոս կոչվող պատկերը Այվազովսկին կգծե Վատիկանի մեջ Գրիգոր 16-րդ պապին կնվիրե այս պատկերը, իսկ ինչու համար կգտնվի Սուրբ Խազարի մեջ, քանի որ Լևոն 13-րդ Սրբազան քահանապետը 1901 թվականին միաբանության 200-ամյակին նվիրված միջոցառումներում վանքին կնվիրե։ Պատկերը կներկայացնե աշխարհի արարչության առաջին վարյանը, այս լուսավոր կերպարը, որ Աստծո ներկայություններ, որ ջուրերի վրա կգալեր։ Քաոսի ներքևը պիտի գտնենք այս սուրը սիրելներ։ Այս սուրը ի հայտ եկավ, այսինքն ուսումնասիրվեցավ COVID-ի տարին հայր Սերոփե Վարդապետ Չամոլյանի եւ իտալացի օրիորդի կողմէ, որ Վենետիկի Քապոսկարի համալսարանի մեջ իր դոկտորանքներ իմաստնավորի այս նմանատիպ սուրերուն հանդեպ մասին եւ ինչ ի հայտ եկավ, որ այս սուրը բնականաբար գիտական ձևով ուսումնասիրված եւ հոդվածնալ կա, որ այսօր կարող ենք գտնել բազմավեպի մեջ, այս սուրը աշխարհի ամենահին սուրերեն մեկն է։ Աշխարհի ամենահին սուրերեն մեկը։ Գտվագրվի Քրիստոսե առաջ 4-րդ հազարամյակ, այսինքն 6000 տարի է։ Եվ ինչպես է, որ այս սուրի անունն է, ինչպես կգոչվի այս սուրը։ Ես կսեմ հոս յուրաքանչյուր հայ միայն այս սուրը առնե եւ ինքը աշխարհին ներկայացնե, որ ասի իմս է, ինքը ամբողջ աշխարհին նսելիք ունի։ Այս սուրը հայ կրոնավորիմը հայ եկեղեցական իմ անունն է, որ կգրե։ Ալիշանի սուր։ Իսկ ինչու համար Ալիշանի սուր։ Քանի որ Ալիշանն էր, հայր Ղևոնդ Ալիշանն էր, որին հասադեր նվիրված էր իր աշակերտի կողմէ, Եդվարդ անունով աշակերտի կողմէ, ով որ դարձած էր Փարիզի Սևրի վարժարանի ուսումները ավարտել են յետ, անցած էր պոլիս եւ Օսմանյան կայսրության մեջ դարձած էր ճանապարհաշինության նախարար եւ տրապիզոնի մեջ այդ ճամփան ընթացքին կհայտնաբերե այս սուրը եւ որպես երախտագիտություն կղրգե իր ուսուցչին։ Եվ ահա ավելի վեր բարձր անուն չէին կնարտալ, եթե ոչ Ալիշանի անունը, Սուր Ալիշանը։ Հաջորդ պահարանը այս աբագե նվիրված է հայոց առաջին հանրապետության։ Հոս կնանք տեսնել նամականիշները, դրամները, կնիքը, առաջին դրամը, որի վրա որ արձանագրված է նաև կա հայերեն արձանագրություն, հայերեն գիրերով, երագույնը եւ անցագիրը, փասպորը։ Առաջին հանրապետության անցագիրը ձեր կարծիքով ուր էր որ պիտի տպվեր։ Պիտի ասենք անշուշտ ուրիշ տեղ չէր գնալ տպվել, եթե ոչ Սուրբ Խազարի մեջ։ Մեր մեծագույն ֆիդայիններ են, աղասիի գլխարկն է որ կտեսնենք,
Հոս կտեսնենք Համիդյան ջարդերու շրջանեն 1895 թվականի կդոր մահաց, որ մեր հայ որփուկները կրծած էին այդ մեկ կդոր մահացով հրգվիլ։ Այս փեղքի մեջ անցած տարի նվիրված Սուրբ Գիրքին միջազգային գիտաժողովին նվիրված Մխիթարյան հայրերու ամփոփ համեստ ցուցադրություն մկա թե քանի տասնյակ գիրքեր հադորներ նվիրված են եւ աշխատասիրություններ նվիրված են Սուրբ Գրքին։ Հաջորդ մեծագույն գանձը, որ կտեսնենք Սուրբ Խազարի թանգարանի մեջ, մեր հայոց վերջին թագավորի սուրն է։ Պատմության գիրքերու մեջ պիտի հանդիպինք Լևոն 5-րդ եւ կամ Լևոն 6-րդ։ Սուրը, որ կթվագրվի 1374 թիվ։ Հայոց մեր մեծագույն Կիլիկյան վերջին թագավորի Լևոն 5-րդի սուրի վրա արձանագրված է ոսկե տարերով աղոթք։ Դուր զորություն ծարայիքո կեցո զորթի աղախնոքո։ Ինչպիսի հավատք ունեցող թագավորներ ունեցած ենք, ինչպիսի հավատք ունեցող իշխաններ ունեցած ենք։ Հաջորդիվ մեր դիմաց պիտի տեսնենք այս չքնաղ վարակույրը, որ լիմ անապատի վանքի վարակույրը եղած է, այս վարակույրեն աշխարհիս մեջ հայկական իրականության մեջ երեքն են որ ունի, մեկը կգտնվի Սուրբ Էջմիածին։ Մեծագույն եւ հաջորդ Սուրբ գանձը, որ կպահվի Սուրբ Խազարի մեջ, Կոմիդասի մահադիմակն է։ Կոմիդասի մահադիմակը սիրելներ, եթե մոդեն հնարավորություն ունենայինք տեսնելու, այս գիպսե մահադիմակի վրա նշմարելի են նաև Կոմիդասի մազերը։ Ինչպես եւ երբ հասավ մեզի այս Կոմիդասի մահադիմակը։ Կոմիդասի մահեն ճիշտ 2 օր վերջ։ Մխիթարյան առաջինը Ջավախցի հայր Վահան Հովհաննիսյանի, հայր Խաչատուր Վարդապետի եւ 2 մխիթարյան աշակերտներ Գուրգեն Ալեմշահ, մեծանուն երաժիշտ եւ Արիել Աջեմյան, մեծ արվեստագետ, կանցնին հիվանդանոց, ուր որ կգտնվի Կոմիդասի արդեն անշնչացած մարմինը խնգելու պահին եւ աղոթքի ետք կստեղծեն այս պատկերը։ Եվ սրբությամբ կպահվի Սուրբ Խազարի գանձերու մեջ։ Հաջորդ բաժինը թանգարանային գանձերում կտեսնենք եկեղեցական, սպասքի եպիսկոպոսական խույր, վարդապետական սաղավարտ, սկիներ, վարդապետական փողոսկրիա գավազաններ եւ նաեւ անիեն բերված այս չքնաղագույն մարմարը, որի մեջ որը կպատկերե Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը իր որդին գիրկը։ Այս ցուցափեղկը սիրեններ մեր հայկական հաղճաբագայիններն են։ Գիտենք առաջինը, որ ինչքան հայտնի էր Կոմիդասի գյուղակը Քյոթահյան հաղճաբագիներու արվեստի մեջ։ Այս հաղճաբագիներու նվիրատուն է իսպենյան եւ քյուրդյան ընտանիքները։ Հաջորդ ցուցափեղկի մեջ սիրելներ կտեսնենք հայկական, եկեղեցական եւ մեր կյանքի, առօրյա կյանքի մեջ սպասքեղենը։ Հոս ես շատ կարևոր բանն է, որ կուզեի մեզի ձեր ուշադրություն դարձնել, անցնել։ Եվրոպական երկիրներու
իշխաններու եւ միայն թակավորական տուներն էին, որ իրենց սպասքներու վրա իրենց կնիք ունեին։ Իրուսմը վրացերեն ավետարամը եբրայեցերեն գիրք եստերու այս ծերագիրը 13-րդ դար Սուլտան Մուրադ 5-րդի 1500 թվականի ամբողջական Ղուրանը Պարսիկ ժողովրդի կարևորագույն ադորներից Ֆիրդուսի Շահնամե այս գլուխգործոց աշխատությունը ձեռագիր Պետրոս առաջին ցարի նամակը, որ կտրվի Ապրոյան Գերդաստանին, որ կարողանային Ռուսիո ցարական կայսրության մեջ արևդուր կատարել առանց որևէ թուրքի, հունարեն եւ եթոպերեն։ Հաջորդ ահա բաժինը կտեսնենք մեր հայկական սուրբ գիրքերու կազմերը ոսկյա եւ կամ արձակյա։ Հոս ես կսեմ հայու հավատքը այնքան զորեղ է, այնքան վեր է, այնքան երկնային էր, որ իրենց համար ըլլար թուղթ, ըլլար մեդախ, ըլլար քար իրենք կարողանային իրենց հավատքը պատկերել եւ քանդակել։ Հաջորդ բաժինը հասիրեններ կտեսնենք մեր հայկական գոհարներն ու գանձերը։ Այս ձեռագիրը միայն կարող եմ ձեզ մեջ բերելով ցույց տալ, պատկերը կտեսնենք, թե ինչպես այրված էր եւ ետքը վերանորոգված է 1358 թվականին է։ Հոս մեջ բերելով ցավոք սրտի այս բանը պիտի ասեմ, մեկ ամիս առաջ որ Հայաստան են վերադարձա, բարեկամներս մեկը նվիրեց բզդիկ ձեռագիրը, որ աղբի մեջ են գտածեր Հայաստանի մեջ աղբի մեջ են գտածեր եւ կեսեն ավելի այրված ձեռագիրը։ Այսինքն այս խոսքս ինչ է որ կսեմ, ինչ կուզեի ասացել, ցավոք սրտի մեր սրբությունները մենք է որ մեր ձեռքով կոչնչացնենք, քանի որ չենք գիտակցիր։ Ահա սա էր, որ մղտարապայրը կամեցած էր եւ ասած էր ուրած։ Հայ ազգին արթնցներ իր ինքնությունը վերագտնել տալու համար։ Շարունակելով հայկական ձեռագիրները, այս չքնաղագույն սրբությունները, օրինակի համար այս պատկերացույցը 1434-ին հայկական այն ձեռագիր գանձերը մեկն է, որ գրիչները այնքան զարգացած էին, երբ որ պատվիրատուն կխնդրեր իրենց ձեռագիրը, որ պետք էին գրեին, կմոտենա եւ կսե, ինչպիսի տարատեսակ եւ ինչպիսի պատկերներ գուզես, որ ես քու ձեռագիրիդ մեջ, քու ավետարանիդ մեջ պատկերեմ։ Գահնամագը հայկական իրականության մեջ ամենեն հինագույն պատարիկներից մեկը, որի մեջ Ղևոնդ Երեցի հայոց պատմության այն հատվածը, որ կխոսի Վարդան Մամիկոնյանի եւ մեր հայոց մեծագույն իշխաններու անուններ եւ մագանունները կարող են գտնել այս պատարիկի մեջ եւ փոքրիկ մեկ այլ փոքրիկ ավետարանը Հովանու ավետարանը գրված 1065 թվականին։ Այս բաժնի մեջ կգտնենք տոնացույց, ներսես շնորհալու Հիսուս որդին, Սուրբ Գրիգոր Նարեգացու Մադյան ողբերգությունը, հմայիլներ եւ ահա սիրելիներ, ինչպես որ ձեզիսի վերը մղտարապահոր Աստվածաշունչը ներկայացնելով ձեզիսի որ անգամ միևս պետք է ցույց տամ մղտարապահոր Աստվածաշունչը, բայց իմ ասնավորի մեկ բան մկար, որ այստեղ ես կուզեի ձեր ուշադրության դարձնել։ Եթե ուշադիր եք եւ կհիշեք մղտարապահոր Աստվածաշունչը,
Այս պատկերի մեջ կտեսնենք պատկերազարդ, գունազարդ, այն բոլոր հարյուրավոր պատկերները, որ տպված էին սև ճերմակ, 1733 թիվ կսենք, նայեցեք, այնադեն գունավոր տպագրություն չի կար, գունավոր տպագրությունը եղած է միայն վերջի դարուս։ Մղտար ապահայրը, քանի օրինակ իր աստվածաշունչերեն, կհանձնե մեծ նկարչիմը, որ յուրաքանչյուր պատկեր պիտի գունազարդեր։ Եվ ահա այս միակ օրինակն է, որ կպահվի Սուրբ Խազարի մեջ։ Մեկ օրինակը նվիրած է այն ժամանակվա իր ադենվա կղեմես Սրբազան քահանապետին եւ աշխարհի մեջ կսվի, որ երրորդ օրինակն ալ պետք է որ լա, բայց չունենք որևէ հետք։ Իսկ այս գիրքը, այլևս կնանք ասել գիրք, ոչ թե ձեռագիր, այլ տպագիր, առաջին տպագիր գիրքն է, տպագրված 1512 թվականին Վենետիկի մեջ, որ կկոչվի Ուրփաթագիրք, հայերեն առաջին տպագիր գիրքը։ Այս հատորի ներքև պիտի տեսնենք մեկ այլ ուրիշ գանձը մխիթարապահոր ստեղծած բարգիրք հայգազյան լեզվի մեծանուն կոթողային աշխատանքը, որ մեծ ակադեմիկոսները կնշեն, եթե մխիթարապահայր ուրիշ բան ըրած չլար, բացի այս բարգիրքեն, որ հիմա ձեր դիմաց որ կտեսնեք, ամենայն մեծագույն աշխատանքը արդեն նրանց էր, ինքը աշխարհի մեծագույն մարդկանց շարքի մեջ կրնանք նշել։ Մխիթարապահայր այս բարգիրքը, որ կստեղծե 1749-ին, ասեմ, որ երկրորդ հադորնալ կա, ասիկա առաջին հադորն է, այն ադեն 1749-ին հայերեն լեզվի նմանատիպ բարարամը աշխարհի 6-րդ լեզուն ունեցող բարգիրքն էր, որ լույս աշխարհի եկած էր։ Այս բարգիրքը ճանչնալու համար եւ կարողանալու համար մեր միտքը ընկալել, թե ինչ խորհուրդ ունի եւ ինչպիսի մեծ կոթողային աշխատանքն է, պիտի կոչենք զինքը հունարեն լեզվով բարմը թեզաուրուս, որու մեջ կա բոլոր գիտությունները, կա ամեն ինչ, գանձարամը։ Շարունակելով հաջորդ փեղկը, հոսքը տեսնենք սիրելներ, Սուրբ Ներսես Լամբրոնացու ինքնագիր գրիչով Սուրբ Եփրեմ Ասորու մեկնություն համաբարբարի աշխատությունը։ Պատկերացրեք ձեր ձերքին մեջ, ձեր դիմաց կտեսնեք Սուրբ Ներսես Լամբրոնացու ձեռագիրը, իր գրիչը։ Շարագնոցը 13-րդ դարու, բժշկարամը 1294 թվականի եւ Մխիթար Գոշի դադասանագիրքը 1237-ին։ Եվ այս դադասանագիրքը հայկական մնացած ձեռագիրներու մեջ, ձեռագրատուներու մատենադարաններու մեջ ամենեն հնագույն ձեռագիրն է դադասանագիրքերու մեջ։ Ոսկեփորիկ հայկական թագավորությունը Կիլիկիան շրջանի աշխարհի կարևորագույն արևդուրի քաղաքներու հետ, պետություններու հետ, որը որ Սիգիլիան էր, Ջենովան էր, Վենետիկն էր, ասոնց հետ պայմանագիր էր կնքած էր։ Եվ ձեր դիմաց, որ ահա կտեսնեք, այս ամենը այդ մեր թագավորներու եւ պետության բարձր եւ կարևորագույն գերագույն խորհուրդ ունեցող պատկերներն է, որ մեզ կներկայացնե։ Իսկ այս մեկը հետում երկրորդ թագավորի կնիքն է, որ թողնելով թագավորական գահը դարձավ եկեղեցական, առնելով եղբայր Հովհաննես անունը։
Մխիթարապահ սիրելիներ, պիտի ասել մեկ բան։ Այս ամենը, որ ինքը ստեղծեց, մեկ նպատակի համար է սա, եւ մեկ նպատակի համար է որելը։ Ինչն էր այդ նպատակը։ Իր բարգիրքի մեջ 1749 թվականին կարձանագրե։ Խոնար սրտով քեզի կնվիրեմ, ով հայ ժողովուրդ, իմ երկար տարիներու աշխատանքիս պտուղը իբր սիրոծոն։ Սրտանց կտենչամ իմ վաստակս քեզի պարգևել եւ բոլոր անոնց, որ պայմաններուտ մեջ կգտնվին։ Որովհետեւ ինչ որ իմս է, անիգա քեզի կպատկանե։ Եվ ինչ որ քու գտե, անիգա իմս հալե։ Անորամար ինձի պարծանքը քեզի ծառայել։ Մանավանդ թե ասիգա լրումն է իմ եւ իմիններուս պաշտոնին, որովհետեւ սկիզբեն ի վեր, ինչպես ես, այս միաբանությունն ալ սահմանված է հայ ժողովրդի մշակութային ծառայության եւ Աստծո փառքին համար։ Սիրելիներ, մխիթարյան միաբանությունը իր գոյության առաջին վարյանեն մինչև օրս կշարունակե լալ հայ ազգի ծաղունքի, վերազարթոնքի եւ նոր շունչի համար։ Մեկ նպատակ է, որ մխիթարապահը դրած էր, թե ինչպես կարողանալ օգտակար լինել իր ազգին։ Եվ ահա նույն այդ գաղափարն է, որ մինչև օրս կշարունակվի ապրել։ Հանձինս վերջինիս գնամ ասել։ Այդ նույն գաղափարի համար է, որ իմ կյանքս նվիրած եմ, զոհաբերած եմ իմ ամեն ինչս, իմ ազգի սոքուդին համար։ Մեկ նպատակ եւ մեկ գաղափար։ Աստծո փառք եւ հայ ազգի օգուտ։ Հարցումը սիրելի նշան, եթե մենք ժամանակ ունենք, ես գնամ ձեզի նաեւ տպագրատունը ցույց տալ։ Խնդրեմ, այո։ Բարի։ Հիմա հոս վարգյամը նաեւ ձեզի ցույց տամ Սուրբ Ղազարու պատկերասրահը։ Ինչպես որ ձեզի սի Սուրբ Ղազարը եղած է այն վանքը, որ հայկական պատկերասրահն ունեցած է։ Այս սրահի մեջ մխիթարյան հայրերը 19-րդ դարու մեծանուն հայ նկարիչներու պատկերներն է, որ ցուցած Գևորգ Բաշինջաղյան, Սարգիս Եկանյան, Մարտիրոս Սարյան, Երվանդ Քոչար, Հովանես Ասադուրյան, բոլոր մեծանունները։ Հայաստանի մեջ շատ հայտնի համբավ ունեցող Սարգիս Փարաջանյան, այս պատկերը Փարաջանովը ինքը Սուրբ Ղազարի մեջ է, որ ստեղծե։ Ֆրանսահայ մեծանուն Գարզուն, Ալեքսանդր Սարուխան, մխիթարյան աշակերտ, Արիել Աջեմյան, Կոմիդասի մահադիմակը ստեղծող, Զարե Մութաֆյան, Շարթ, Օնիկ Ավետիսյան, Ժան Սեմ, Այսօր սարեցավ, չենք լսել։ Այսօր
Ալո, Այո, Արշուր, հիմա գլսեն։ հրաշալի։ Կսեի հաջողեցա ձայնը կեցնել, որբեսի ձեր ականջներ չխլանար, Հա, Վարդան Մախովյան, Փանոս Թերլեմեզյան եւ այլն։ Աստեղեն պիտի անցնենք եւ գուցե վարնա, միայն մեկ վարքյանով եթե կենա, հմ, կհայցեմ ձեր ներողամտությունը, եւ երկինքը բացվեցավ մեզի։ ինչ լավ։ Աշխարհի հնագույն արձանագրությունը ունենք հոս։ Փյունիկյան արձանագրություն։ Եվ ահա, Սուրբ Խազարու բարանը, որի միջոցով հայ ազգը լուսավորված է, որի միջոցով հայ ազգը 18-րդ դարը կոչի մխիթարյան դար, կոչած է նաև Լեոն, մեծագույն Եկեք։ մարդկանց շարքին դասելով մխիթարապահերը։ Կլսեք, չէ՞։ Այո, Ահա, այս բոլոր գործիքները, որ հիմա մենք կտեսնենք, ամենքն ալ այսօր կարելի է գործածել, ինչպես անադեն։ Այս տարատեսակները, որ մեր շուրջ ունենք, այս քարտեզները բնօրինակ 1700 թվականներու տպված, վստահ եմ, որ ամենք լավ գիտեք, թե ինչ ասել էր տպագրություն 1700 թվականին կամ 1800-ին եւ կամ մինչեւ 1900-ի կեսերը։ Տար առ տար այս ահա տարատեսակներով այս պատկերի մեջ կտեսնենք մեկ նախադասություն, մեկ էջ եւ հետո հազարավոր միլիոնավոր էջեր տպագրություն։ Երբ որ դարձյալ այս պատկերի մեջ կտեսնենք, երբ որ մեկ էջը արդեն տար առ տար հավաքագրված էր, մեկ էջը տպագրութենեն ետք, ինչ կլա, կվերընթերցվի գտնելու համար արդյոք վրիբումը կա թե ոչ, հանկարծ եթե վրիբումը պիտի կգտնվեր, դարձյալ կքանդեին այս էջը նույն տարը կփոխվեր նոր տարով եւ վերջում վերջնական կտպագրվեր։ Այս փոքրիկ տպարանի մեջ են այս փոքրիկ հայ ազգի լուսավորության ջահեն, որու եւ որու զինանշանը եղած է հասիկա, կտեսնենք իբարս Աստծո եւ հոգուտ հայ ազգին, եւ որ այս վերևի շքանշաններու ոսկե շքանշաններու հետ մեկտեղ պիտի ասենք այս տպարանը հայ ազգին պատիվը եւ դարձած է նախ եւ առաջ պատիվը եւ դարձած է հայ ազգի լուսավորության օջախը։ Այս փոքրիկ տպարանը 1882 թվականին հիշենք, որ հասած էր մինչև 36 լեզվով տպագրության։ 1882 թիվ։ Աշխարհի նմանատիպը կնանք ասել գուցե հռոմի միայն հավատքի տարածման տպարաններ, որ ունիր նմանատիպ լեզուներով, մեծ քանակությամբ լեզուներով տպագրություն։ Գուցե, քանի որ ինքը աշխարհում մեկ պետք է որ տարածեր, նմանատիպը յուրահատուկ էր Սուրբ Խազարի տպարանը։ Աստեղեն հիմա արդեն պիտի տեսնենք նոր դարու 1958-ի
լինոթայպները, որ արդեն ինչքան հեշտացած էին տպագրական աշխատանքը, մեկ տար առ տարի փոխարեն արդեն մեկ ամբողջական նախադասություն էր, որ մեջտեղ կհաներ։ Ոս նույնպես օրինակ մտստիկ, թե ինչպիսի աշխատանքներ եղած են, եւ վերջում արդեն 1970 թվականի մեր այսօրվա համագարկիչներու ծնողքը։ Իսկ աստեղեն հիմա ես ցեզի պիտի տանիմ վանքի մուտքին, այս գեղեցիկ արևազարդով ձեզ ողջունելու։ Վանքի մուտքին կտեսնենք այս հայկական խաչքարը 14-րդ դարում, որ 1987 թվականին հայ վենետիգյան բարեկամության օրերուն Հայաստանի պետությունը կնվիրե Վենետիգի հանրապետության Վենետիգի մարզին մեծ ցուցահանդեսը յետք Վենետիգի մարզպետարանը լավագույն տեղը, որ կնվիրե, որ այս խաչքարը պիտի տեղադրվեր, Սուրբ Ղազարու մուտքներ այս նռներների կողքին։ Մեր այցը այսօր պիտի սկսեինք աստեղեն մխիթարապահոր այս ձերմբաց արձանեն, որ կտեսնենք, թե յուրաքանչյուր հայ ուխտավորի գրգաբաց կսպասե։ Այս արձանը տեղադրված է 1962 թվականին իտալացի քանդակագործիմ Անտոնիո անունով քանդակագործիմ աշխատանքն է, կարևորագույնը հոս իր այս խորհուրդն է, որ իսկապես բոլոր հայ ուխտավորներում մխիթարապայրը կգրկե։ Եկեղեցու կղզու մեծության համար ցեզի ասեմ, ինչպես որ կանխավսած է մխիթարապայր, երբ որ կղզի կհասնի, կղզու մեծությունը 7000 մետր քառակուսի էր։ 1815 թվականին, ինչպես հայ կրոնավոր, հայ ուխտավորներ, այլ ազգի ուխտավորներ առաջին իսկորեն մխիթարապահոր կյանքի ադեմվնե եւ մինչև օրս իմաստնավորի բազում հայ եւ օդարազգի ուխտավորներ կայցելեն Սուրբ Ղազար, այցելած են նաև մեծագույն իշխաններ եւ թագավորներ։ Նրանց շարքին եղած է Ֆրանց Յոզեֆ առաջին կայսրը, Ավստրիո կայսրը, տեսնելով վարդապետներու նվիրական կյանքը, հրաման կտա կղզին մեծնել։ Եվ 1815 թվականին վանքի այս շրջանը կավելնա կղզին 7000 մետր քառակուսին դառնալով 14000 մետր քառակուսու։ Իսկ երկրորդ համաշխարհային պատերազմն յետք 1949-ին 53 թվականի շրջանին Ջավախցի մեկ այլ մեծանուն սրբագյաց եկեղեցագամնի շնորհիվ եւ միջնորդությամբ 14000 մետր քառակուսին կդառնա 30000 մետր քառակուսու։ Եվ այսօր որ Սուրբ Ղազարը կղզին գոյություն ունի, հա փոքրիկ Հայաստանը իր տարածքով, իր փոքր չափսերով, իր մեջ կպահե պետական լեզուն հայերեն, աղոթքը հայերեն, ծեսը հայերեն, ճաշն անգամ հայերեն եւ աղոթքով, քանի որ ընթերցումը սեղանատան մեջ մխիթարապահոր կողմը ուզած, որ կրոնավորիմը ճաշը անգամ պետք է աղոթք կլա, յուրաքանչյուր ամեն բան պետք է աղոթք կլա, մեկ բանի համար, հայ ազգի համար։ Եթե ժամանակ ունենք, ձեզի կնամ նաև գերեզմանատունը ցույց տալ։ Սուրբ Ղազարի կղզին միակ վանական կառույցն է Վենետիկ քաղաքի մեջ, որ ունի իր անձնական նաև գերեզմանատունը։ Հիմա պետք է անցնեմ վանքի մյուս հատվածը։ Մինչ այդ կսպասեմ, որ դուք պատրաստեք ձեր հարցումները։ Այսուր ջան, ես կառաջարկեմ, որ մի քիչ ժամանակ տակ հարցումներ ունեն, արդեն գրեթե 2 ժամ է։ Հեսա մեր ժողովուրդը
կսկսեն կամած հոգնել։ Չնայած ես նայում եմ տևաբար այսօր բացառիկ թիվ է մասնակիցներու եւ չէ նվազած ամբողջ ընթացքում 55-ը մնաց, հիմա 1 հոգի լքեց։ Վեքսլի։ Մենք մեծ Լսի։ հաճույքով կուզենք շարունակել մտիգնել։ Շատ Ես լավ իրոք է։ պատրաստ եմ ձեր հարցերին։ Իրոք Բայց- պատրաստ եմ ձեր հարցերին։ Հոգե դեսնենք գերեզմանատունը։ Արագ։ Okay. Այո, Կամ ենք վերջինը եթանք Դանիել Վարուժանի հետ մեր գերեզմանատունն ալ տեսնենք եւ լսենք Դանիել Վարուժանի խոսքերը, որ մեզի կսե։ Ահա։ Աստեղը Անդրև եկած է, բայց ոչինչ, ես հոս ձեզի ցույց տամ վանքի այս հունաբի պտուղները, խնգենիները, մեր հայկական խնգի ծարի երգը, որ ունենք, ահա այդ ծարերը, որ կերքենք խնգի ծարի նման ես, այս ծարերն են, վարդենիները, որոնց միջոցով, այսինքն այն վարդենիներն են, որ վարդի մուրաբան կնենք վանքի մեջ, ձիթենիները, բայրնի բլուրը եւ ահա մեր սրբարանը Մխիթարյան հայրերու Ալիշանի խոսքերով ասված բոլոր հայրերը, որ միասին ապրեցան եւ միասինալ սիրտ սրդի տված պիտի ննջեն եւ կննջեն։ Եվ Դանիել Վարուժան, Մխիթարյան աշակերտ Դանիել Վարուժանը այս խոսքերն է որ կսե, մինչ ես կա մոդենամ Ալիշանի դամբանին աջուններուն, այս խոսքերով ես կավարտեմ։ Զգուշությամբ փոխեցեք Մխիթարյան հայրերուն նվիրական կղզին։ Ձեր ամեն մեկ քայլը կրնա հանջարիմը աջունին հանդիպիլ։ Եվ իմ փոխարեն կպաղադիմ Ալիշանի շիրմաքարը անգամ համբուրեցեք եւ ապահով եղեք, որ Մարմարիոնին ամբծությունը ձեր շրթներու տակ սրդիս պես պիտի բոցավարի։ Այսքանը Պայագաբեր, հայր Սուրբ Պայագապ։ շնորհակալ եմ շատ։ Ես ահա այս դրախտավայրի մեջ կսպասեմ ձեր բոլոր հարցումներուն, որ գծածիս չափով պիտի գնամ ձեզի պատասխաներ։ Պայագապ։ Լավ, կսկսենք առաջինն բարոն Վիկեն, ռամեցեք։ Հարսուպ շնորհակալ եմ ցած սկանչելի ներկայացման համար։ Շփախտապար տեխնոլոգիան մեզի ճոխնեց եւ բարերուն կարևոր մեկ մասը չգրցանք ունգընտրել։ Հավանաբար ասիգա մեզի պիտի մղե որ անցամբ այցելենք Սուրբ Ղազար եւ տեսնանք այդ բոլորը։ Հավանաբար մեզի գրնակ օգտակարել եւ որհանալանք։ Իրոք Հարցում ունեի, որ անցյալ մեգը սավոր Սուրբ Ղազարեն դուրս Վենեդիգի մեջ մեծ թիվով հայություն եղած է ժամանակին։ Այսինքն Վենեդիգի բնակչության քառորդը հայ եղած է, որ խելքից չբարգեցավ իրականություն գա ասոր մեջ։ ուրեմն Վենետիկի մեջ անցյալին 1600-ին 1700-ին հայկական համայնքը եղած է, բայց ոչ թե մեծամասնությունը կամ կեսը։ Շատ կարևոր ընտանիքներ եղած են այս հայկական համայնքի մեջ, օրինակի համար Շերիմյան ընտանիքը, այն ամենեն հայտնի եւ կարևորագույն ընտանիքներն Վենետիկի ընտանիքներն մեկը եղած է, որ 1700 թվականի Վենետիկի 1600-ի
քրիզի ընթացքին իր ունեցվածքը ամբողջ նվիրած է Վենետիկի քաղաքի փրկության համար։ Եվ եթե այսօր հաշվենք այս մարդու ուղղած մեծ ներդրումը իր քաղաքին համար միլիարդ եվրոներու արժեք ունի։ Թվով քիչ են եղել, բայց շատ հայտնի դեմքեր են եղել։ Ասիկա Այդ եւ նույն քրիզը Ռուսաստանի- գսեք, այսինքն 1669-ին բան Այո, 1600-ին, 1700-ին, համաճարակին մատնա։ այո, համաճարակի շրջանին նաև Անտոնիո Սուրյան անունով հայ ունեցած ենք, որ դեղ հնարած է եւ ինքը այդ տեղով շատ իտալացի վենետկեցիներու կարողացած է կյանք բրգել։ Եվ Իսկ շատ ուրիշ ցեղասպանութենեն յետք մեծ տիպով հայեր Աբաստանած են Վենետիկ։ Վենետիկը հին միջնադարու ժամանակ, միջնադարեն մինչև 1700-ի ադեններն է, որ հայ համայնքը, լավ հայ համայնքը եղած է։ Իսկ արդեն 1800-ին աստին թիվը նվազած է եւ այսօր Վենետիկ քաղաքի մեջ Շնորհակալ եմ։ թիվով 10-15 հայ կնան քաշվել, բացի Սուրբ Ղազարու Մխիթարյան հայրերը։ Okay. Շնորհակալ եմ։ Շատ բարի, Ամալիա, Այո, Ամալիա Պետրոսյան։ Չենք լսել Ամալիա։ Լավ, մինչև Ամալիան իր ինտերնետի հարցը լուծե, Սեզա, բարև հայ Սուրբ, չափազանց շնորհակալ ենք բացատրության։ Երկու անգամ այցելած եմ Վենետիկի Սուրբ Ղազարի վանքը, բայց այսօր շատ ավելի մեծ հաճույքով հետևեցա։ Շատ շնորհակալ ենք եւ շատ գեղեցիկ բացատրություններ տվիք մեզի։ Հբար դենք որ ասանք հարուստ կետրոմ ունենք։ Հագարակ երկու անգամ այցելեցի եւ գրգին գուզեմ նորեն այցելել։ Սիրով, բարի եկած եք։ Շնորհակալ եմ, Ավստրալիայեն եմ։ Սիրով կսպասեմ։ Հաջողություն, այո, հաջողություն։ շնորհակալություն։ Ռամեցեք Ամալիա։ Կներեք, անջատվեց, նախ շնորհակալ եմ հայրցուր եւ կազմակերպիչներին այս հրաշալի դասախոսության համար։ Հարցս վերաբերում է հայետար թուրքերեն գրականությանը, որովհետեւ գիտենք, որ մեծ թվով հայետար թուրքերեն գրականություն պահվում է Սուրբ Ղազար կղզում։ Արդյոք որքան է հասանելիությունը այդ գրականության եւ ինչ աշխատանքներ են տարվում, թվայնացվում են արդյոք թե ոչ, ուսումնասիրողներ կան այդ գրականության։ Ուրեմն մինչև օրս էլ սեմ պատվով կնամ ասել, ճիշտ մեկ շաբաթ առաջ Լևոն arczepiskopos Սեկյանը իր անձնական գրադարանեն հայերեն լեզվով թրքերեն հադորները վանքին նվիրաբերեց եւ շարունակում է իր այդ մեծագույն գործը բազմից են մեր հայկական հնատիպ գրքերը թվագրվում են մեր կողմից եւ հիմա սկսում ենք թվագրել դարձյալ միայն մեր կողմից ոչ թե արտաքին կազմակերպությունների կողմից որ շատ անգամներ եղան գալ եւ թվագրության այս գործընթացը իրեն կնեն դա կնշանակե որ եթե իրեն կնել իրենք են ինչ որ մեկ բաժինը ուզենալու ունենալ չէ միաբանությունը սա որ մենք ենք անում եւ դա սկսվում է մեր ձեռագիրներով եւ դա սկսել ենք լավագույն գործիքներից վերջին մոդել կնան գսել թվագրման համակարգի սկաները Երևանի մատենադարանն է որ նվիրեց միաբանության եւ այդ գործընթացը արդեն սկսված է իսկ ուսումնասիրողները ովքեր որ փափակ կհայտնեն ուսումնասիրելու այսօր ունենք մեր գրադարանավար հայր Վահան Վարդապետ Օհանյանը որին քաջածանոթ եք վստահ եմ Ավստրալիայի մեր հայ համայնքը իրեն նամակով կխնդրագիր կողվի եւ ինքը իր գրծածին չափով օգտակար գլա հայ ուսանողներուն կամ
դասախոսներուն իրենց մասնագիտության բաժնի մեջ իրենց ուսումները եւ գիտական հետազոտությունները կատարելու համար։ Այսինքն ազատ է, ոնց հասկանում եմ։ Ազատը պատասխանատուից է կախված եւ դիմորդից թե ինչ է դիմում եւ ինչպես է դիմում։ Այո, Շատ բայց շնորհակալ։ ուսումնասիրություններ կատարվում են, այո, մինչ օրս էլ։ Շնորհակալ եմ։ Իրոք սեր։ Շնորհակալություն Ամալիա, շնորհակալություն Բարոն Իսկենդերյան, ռամեցեք։ Շատ շնորհակալություն Հարսուրբ ձեր լուսաբանություններուն համար։ Ինչպիսին է այսօր վիճակը Վենեդիգի հայ քաղաքին եւ նախկին անշուշտ Մուրադ Ռաֆայելյան վարժարանին։ Շնորհակալություն։ Մուրադ Ռաֆայելյան վարժարանը գիտենք, որ 1900-ականներու վերջավորության է, որ կեցավ, փակվեցավ իր գիտական դպրոցական բաժինը, հայ համայնքի թիվը պակաս է, բայց Վենետիգը, եթե անգամ թվով քիչ է, հատկապես այս վերջի 2-3 տարիներուն իր թվով նվազ լինելու մեջ սկսած է մեծ աշխատանքներ տանել, շատ մեծ։ Թվով քիչ ենք, բայց խնդիրը կսեն երբ չի մնում ելք ու ճար, խնդիրն են գտնում հնար։ Կերնամ ասել միայն այս օրերուս, որ Ղազարը կազմակերպած է, հիմա գալիք օրինակ համար անցած շաբթում մեջ եւ նախընթաց շաբթում մեջ տարբեր միջոցառումներ կատարվեցան հայ մշակույթին նվիրված, այս շաբաթ Նիկիո Սուրբ ժողովի 1700-ամյակին նվիրված մեծ երեկոմ ունենք, նաև Սուրբ Պատարագով, Սուրբ Նիկողայոս հայրապետի մասունքները պահող եկեղեցու մեջ, անգե ետք ամսուն 4-ին ռևիզի հայկական համայնքի համար մեծ միջոցառում ունենք, ամսուն 5-ին Սուրբ Ղազարի մեջ Քրիստոսի վարշամագը ինչս եմ կարևորագույն այդ սրբությունը պիտի ունենա եւ նվիրված Սինդոնեին դասախոսությունը պիտի ունենանք Սուրբ Ղազարի մեջ, ամսուն 22-ին Իտալիոյ մեջ հայտնի դարձավ Ֆորլի քաղաքի առաջին Սուրբ եպիսկոպոսի ինքնությունը, որ 4-րդ դար է, կկոչվի Սան Մերկուրիալը, առաջին եպիսկոպոսն է, որ ոսկորների ճանաչողությունը, գիտական ճանաչողությունը տեղի ունեցավ եւ դարձի հասկանալի եւ իմանալի եղավ, որ այս առաջին եպիսկոպոսը հայ է եւ առաջին անգամ լալով այդ քաղաքի կաթեդրալի մեջ հայկական առաջին Սուրբ Պատարագն է, որ տեղի պիտի ունենա։ Եվ այսպես բավականին մեծ միջոցառումներ հայ համայնքը միշտ ակտիվ պայելու համար։ Քանի օր առաջ մեծագույն հայ ճարտարապետ Մուրադ Ռաֆայելյան վարժարանի աշակերտ Հովհաննես Գյուրեղյան անունով ճարտարապետ Լեռնագնացի ցուցահանդեսը բացում ունեցանք։ Եվ այլն։ Ակտիվ, շատ ակտիվ է, թվով քիչ, բայց ակտիվ։ Շնորհակալություն։ Գեցեք։ Իրոք շատ։ Այո, դոկտոր Ջեբեջյան, ռամեցեք։ Unmute եք, խնդրեմ, unmute եք։ Սիրելի Սուրբայր, հոյակապ ներկայացումն էր, որ 2008-ին հունիսին արիթ ունեցա սկիզոֆրենիայի ժողով գար Վենեդիգի մեջ եւ բաղական հոգեբուժներ զմայլեցան, որ հայերը այդտեղ հայկական գլզի մգա։ Հիմա մխիթարյաներու ասեսությունը հայ աշխարհի մեջ ցանկ մգար թբրոցներու մինակ 80 հատ թբրոց աշխարհի մեջ այդ թիվը բացեցավ դարիներու ընթացքին բայց ասեցությունը այնպիսի էր որ վերջերս Ռոբեր Հադեջյանի մահը ցույց տվավ որ ինչ արդյունավետ աշխատանք եղած է միապաններու կողմէ դարբեր օջախներու մեջ հայ աշխարհի մեջ պիտի քանի մը գեդեր միտքս կանցին որ հիմա
նախ սրբացումը կամ սրբացնելը խիթարապահոր Պիոս 10-րդ փափը չանացած էր ադիգա սրբացնել անգևերջու չեմ գիտեր ինչ հետևանքներ եղան կամ իրականացավ կամ ոչ երկրորդ աս թիվը միապաններու Վենեդիգի մեջ ինչպես կարելի է at abakայի նայելով as հսկայական աշխատանքը երրորդը as ներսեշունահալի as օյագապ հավատով խոստովանի երբ որ 10-րդ տարուն սկիզբները 24 լեզուներով էր հետո 36-ի թարգմանվեցավ այսպիսի հսկայական կորձեր գլխավոր անուններ կային չեմ գիտե հիմա գիմանաք ինձի Այո, ես կիմանամ ձեզի։ խնդրեմ որ նկարը at հսկայական կորձերը նամանավանդ անուններ ասենք թե Ալիշանը կամ Թուգեսիկ Այվազովսկի եղբայրը եւ as ժառանգությունը ինչպես կարելի է պահպանել եւ շարունակել շնորհակալություն Շնորհակալություն ձեր հարցումին համար, իմ ձայնս լսելի է, չէ՞։ հոյակապ է այո Հրաց։ Ուրեմն, առաջին հարցումը, մխիթարապոր սրբադասման գործընթացը առաջ կընթանա, ձեզ եսեմ, որ 2022-ին կամ 23-ին էր, քանի որ սրբադասման գործընթացը կեցած էր, երկար տարիներ կեցած էր, վարդապետի պատասխանատուի մահով կեցած էր եւ Լևոն Սրբազանի ջանքերով վերսկսվեցավ թեմական բաժնի գործընթացը ավարտվեցավ Վենետիկի պատրիարքի մակագրությամբ կնքվեցավ քանի որ բոլոր ուսումնասիրությունները 2 տարվա երկար ուսումնասիրությունները որ կարոդիր 10 տարի կնամսել եւ 2 տարվա ընթացքին շատ արագ ամփոփվեցան եւ բոլոր աշխատանքները արդեն իսկ տեղափոխված է Վատիկան, Հռոմ։ Մխիթարապոր սրբադասման գործընթացը առաջ կընթանա։ Այդ իսկ պատճառով եկող տարին 350-ամյակն է մխիթարապահոր ծննդյան։ Եվ միաբանությունը այսօր իսկ սկսած է լուրջ ձևով միջոցառումներ եւ տարբեր քաղաքների եւ երկրների մեջ կազմակերպել մխիթարապոր նվիրված միջոցառումներ։ Երկրորդ հարցին ինչ կվերաբերվի, թե ինչպես մենք այսօր մխիթարյան հայրերու թիվը պակսած է, այո, բայց գիտեք չէ, ես այս պակսման համար առաջին հարցը հայ ընտանիքներուն որ կուղեմ։ Ժամանակին հայ ընտանիքները նվազագույնը 5-7 զավակ կունենային։ Այսօրվա հայ ընտանիքները ցավոք սրտի 2 մաքսիմում 3 զավակ եթե ունենան դա փառք է Աստծո։ Ես ծնողներուն կսեմ այսօր երիտասարդների հետ կաշխատիմ եւ իրենց կսեմ նայեցեք սիրելներ դուք եք նախանյութը հայ հոգեվորականի հայ եկեղեցականներու եթե դուք միայն 1 կամ 2 զավակ կունենաք անոնց մեջ ոչ մեկը Աստծո ծառայության եւ ազգին ծառայության կնվիրեք անորամար վանքերու կրոնավորներու ստիվը եկեղեցականներու ստիվը կնվազի առանց ուզելու բայց ձեզի կնամ մեկ ուրախ բան ասել որ անցյալի մեջ 3 տարվա ընթացքին մխիթարյան միաբանության ընթացքին մխիթարյան հայրերու թիվը կնանք գրահել քանի կնալար 3 տարվա ընթացքում քանի մխիթարյան հայ կրոնավոր եղած են հարցումը ցեզի հարցում է չեմ գնալ այնքան դիդանային աշխատանքներ տարածեն որ մեր միտքի մեջ առաջին բանը որ կգա հազարավոր եկեղեցականներ պետք է լան որ այդ կան բազում կենտրոններ դպրոցներ վանքեր եւ առաքելություններ հրացելան հազարավոր հադորներ կոթողային հադորներ դպագրացելան հազարներ մեր միտքի թիվը կուքա բայց ոչ սիրելներ մխիթարյան հայրերը երբևէ 500-ը եկեղեցականներու թիվը 500-ը չէ գերազանցած 3 տարվա պատմության ընթացքին 400-ն էլ չէ գերազանցած 400-ն էլ չէ գերազանցած միշտ փոքր եւ քիչ եղած է եւ մխիթարապայրը լավ հասկացած է
որ իր միաբանության անդամները քիչ պիտի լան։ Ինքը չպիտի գնար ֆիզիկապես ամեն ուր հասներ, բայց իր գրքով պիտի կարողանար յուրաքանչյուր հայ ընտանիքի մեջ մուտք գործել։ Առաջին նախանյութը ես կսեմ հայ ընտանիքներեն կախված է։ Ես կկամենամ եւ կփապագիմ եւ կջատագովեմ հայ ընտանիքները նվազագույնը 3 զավակ 4 զավակ պետք է որ ունենան, որ անոնց մեկը որ պիտի կրթվին եւ դասիրակվին իրենց տուներում մեջ, ես հայ զույգերուն կխնդրեմ ամեն օրը մեկ անգամ որ մեկ ժամում որ կփապագիկ հայրմերը ասեք ձեր զավակներուն հետ անով է որ հայ պատանիներու մեջ պիտի գա այդ եկեղեցու նվիրվելու գաղափարը, եթե ոչ շատ դժվար է, այո շատ դժվար է, այսօր դրա համար ամառվա իմ աշխատանքներուս մեջ հայ երիտասարդներու մեջ է որ կնվիրվեմ, իրենց օրինակ տալով եւ խոսելով անցյալի եւ ներկայ եկեղեցականները թե ովքեր եղած են, բայց հիմնական շեշտը կդնեմ հայ ընտանիքներուն, այնպես որ ձեզ մեկ ախված է, որ եկեղեցիները եւ անքերը եկեղեցականներով լեցվեն։ Շնորհակալություն Արսուր։ Այլ հարցումներ կան։ Լավ։ Եթե չկան, ես շնորհակալություն միտայտնեմ ձեզի Արսուր, որ հոյակապ ներկայացիք իրավես, շատ հաջող ուզեցիք մեզ եւ հիմա ցայնովի դամ մեր շատ սիրելի Վարդան Սրբազան, Ռամեցեք Սրբազան հայր։ Անչափ շնորհակալ եմ նախ եւ առաջ Հարսուրբին իր ելույթի համար, իր այսպես շատ յութեղ հարստացնող, հոգին հարստացնող ելույթի համար, նաև հատկապես պտույտի եւ լուսաբանության մասով, ովքեր որ եղած են մխիթարյան միաբանության օրտնյալ հարկի տակ, կարծեմ վերապրեցին զգացողությունը, իսկ ովքեր որ չեն եղած, այսպես սրտի մեջ փափակ առաջացավ, որ առիթով անպայման երթան։ Մենք հայերս հարուստ ենք մեր ժառանգությամբ, հարուստ ենք այն հսկա մշակութային եւ հոգեվոր կտակով, որ մեր նախնիկ կտակել են մեզ եւ մենք այդ ամենով հարստանալու հնարավորություն ունենք եւ նաեւ պարտականություն, բայց մինչեւ որ չճանչնանք այդ հարստությունը, չենք կարող արժեքը իմանալ։ Եվ այս օրինակ դասախոսությունները այդ նպատակն ունեն, որ մենք մեր նշան սարկավակի հետ միասին մտածեցինք, խորհրդատեցինք, ինչ նյութով կարող ենք խոսել եւ ուրախ ենք, որ մեծ հետաքրքրություն առաջացած է եւ այսօրվա մեր լսարանը կայուն 55 հոգեանոց էր, վերջին մի քանի րոպեներին նվազեց մի փոքր, բայց ընդհանուր առմամբ կայուն 55 մարդ Ավստրալիայից միացել էր եւ հասել էր մինչեւ Սուրբ Գազար եւ Հայր Սուրբի այսպես թեթև ձեռքով մենք մեր միտքը լուսավորեցինք, մեր հոգին սնուցանեցինք եւ նաեւ պտույտ գործեցինք մեր ձեռագրատան, թանգարանային մասի, տպարանի եւ գերեզմանատան եւ նաեւ այդ Սուրբ Գազարի օրտնյալ միջավայրի բակում։ Շնորհակալ ենք սիրելի Հայր Սուրբ մեր սրբություններին հաղորդ դարձնելու համար, մեր այցելությունը այսպես շատ հարստացնելու համար, հատկապես այդ ձեռագրերը տեսնելու եւ այսպես հերավոր մեր կապը այսպես նորոգելու համար, բնօրինակների մասով, իմաստով նաեւ եւ փառք Աստծո, որ մենք մեր եկեղեցին ունի այսպիսի փայլուն սերունդ, այսպիսի փայլուն երիտասարդ մտավոր կարողությամբ պատրաստ զոհողության, ինչպես Հայր Սուրբը սիրելի ասաց, իր կյանքի ամբողջ ուխտը, նպատակը հոգևոր եւ ազգային ծառայությունն է
իր Աստծուն եւ իր ժողովրդին եւ իսկապես այդ ծառայությունը փայլուն իրականացնում է Հայր Սուրբը եւ շատ ուրախ եմ, որ գիտեմ անձամբ Հայր Սուրբին եւ հուսամ Աստված մի օր արժանի կանի իրեն տեսնելու նաեւ որտեվ ես ծանոթացած եմ Հայր Սուրբին երբ տարբեր ուխտավորներ կղրգեի Բալտիկայեն Սուրբ Ղազար տարբեր ուրեմն առիթներով թե արարողության թե այցելության եւ Հայր Սուրբը սիրահարժար կերպով միշտ ընդառաջած է հոգ է տարած օգտակար եւ օժանդակած եղած է այդ բոլոր ուխտավորներին եւ բոլորը պատրաստակամ են ես անցյալ տարի եմ այցելած Սուրբ Աստվածածնի տոնի առիթով վանք եւ վերապրեցա եւ եթե անկեղծ լինեմ շատ սրտի մեծ փափագ առաջացավ նորից գնալ այդ մթնոլորտին հաղորդ լինել ոչ միայն այդ մշակութային եւ հոգեվոր ժառանգության այլ նաեւ այդ մթնոլորտը պետք է զգալ պետք է երթալ որովհետեւ այդ իսկական են բարձության մեջ խորը հոգեվոր հավատքի մթնոլորտը զգալ կրկին շնորհակալ եմ մեր բոլոր ունկնդիրներուն եւ ակնդիրներուն եւ իհարկե մեր սիրելի հայր Գևորգ Սարգսյանին որ այսպես 2 ժամ մեզ պտույտ կազմակերպեց եւ նաեւ Մխիթարյան միաբանության հիմնադիրներից մինչեւ մեր օրերը փաստորեն երիտասարդ հզոր նահատակության պատրաստ ուրեմն սպասավորները պահում են ամուր կերպով այն ժառանգությունը ինչ որ մեր հայրերը ստեղծել են եւ փոխանցել են մեզ դա Աստված որ մեր բոլոր հայ զավակները ամբողջ աշխարհի մեջ այդ գիտակցության մեջ ապրեն որ մենք էլ անելիք ունենք եւ պարտք ունենք այդ ժառանգության հանդեպ եւ նահատակների եւ մշակութային ժառանգության եւ հոգեվոր ժառանգության եւ մյուս բոլոր այն մեծ անուն ունեցող կտակի հանդեպ ինչ որ մեր նախնիկ մեզ տվել են եւ մենք էլ պարտականություն ունենք զարգացնելու եւ հաջորդ սերունդին փոխանցելու Աստված օրհնի ձեր ծառայությունը սիրելի Հայր Սուրբ եւ աղոթեցեք նաեւ մեր համայնքի համար մեր թեմի համար մեր եկեղեցականների եւ աշխարհականների համար դուք աղոթական առօրյայի կյանքի մեջ եք ամեն օր եւ ձեր ձայնը հիմա շատ աղոթական է եւ Աստծուն ավելի արագ կհասնի խնդրեմ մեր բոլոր հավատացյալների համար եւ իրենց սրտի փափագի ու խնդրանքների համար նաեւ աղոթեցեք եւ դա Աստված որ մի լավ առիթով էլ ունենանք բարեբախտությունը ձեզ այստեղ մեր թեմում տեսնելու եւ անձամբ ծանոթանալու եւ անձամբ ձեր դասախոսությունները եւ լուսաբանությունները լսելու կարծեմ մեր թե դպրոցները պատանիները թե մյուս կառույցները ազգային եւ մշակութային կարիք ունեն ձեր նման լուսավոր մարդկանց այս լուսաբանություններին Աստված պահի ձեզ ամուր մեր եկեղեցու մեր ժողովրդի համար Շնորհակալ եմ շատ սիրելի սրբազանայրս մեծ սիրով շնորհակալ եմ խորապես եւ իսրդե եւ մեծ սիրով ձեզի եւ կհայցեմ նաեւ ձեր օրհնությունը եւ աղոթքը մեզի համար միաբանության հայրերուս համար եղբայրներու համար աշակերտներու համար եւ ես կխոստանամ ձեզի եւ ձեր համայնքին հիշել մղտարապոր բարեխոսությունը հայցելով ապրեք շնորհակալ եմ սիրելի Հայր Սուրբ մենք ալ փորձենք լավ առիթով մի խումբ ուխտավորների կազմակերպել եւ մի խմբով այցելել դարձյալ ուխտավորաբար վանք եւ հաղորդ լինել ֆիզիկապես նաեւ այդ բոլոր ժառանգության մասների սրբություններին ինչ որ կա մեր ժառանգության այդտեղ պահպանված սիրով մեծ սիրով կսպասենք ապրեք Աստված պահի ձեզ ինչ մեր անելիքը Սարգսակ եղբայր Ինչպես ինչ պիտի աղոթքով Բահաբան ասես շփոթված ենք ցնցված ենք այս բանից ելույթից ասա ինչ պիտի անենք չգիտեմ ինչ պիտի անենք Գոնե աղոթենք Գոնե աղոթենք լավ եկեք ես անգամ մի քիչ փոխենք
Տևաչափը եւ խնդրեք թող Հարսուրբը աղոթի։ Քանի որ ինքը այդ մթնոլորտի մեջ է, խնդրեք թող Հարսուրբը իր օրհնությամբ փակի մեր դասախոսությունը։ Հարսուրբ ջան։ Մխտերապահոր ուրեմն ես շարականներից մեկով կամփոփեմ նվիրված Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի, որ մխտերապահերն հեղինակած թե խոսքը եւ թե նոտաները։ Աղաչեմ սկեզ Աստվածածին, որ ես պատճառաներ բանի, Դարձյալս քեզ ունիմ ըսմես, հայցյա դու մեզ որդվոկում է, դեր ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, Աստվածածնին բարեխո սույա իշյա դերևոր միա Շատ շնորհակալ ենք։ Շնորհակալություն։ Ես էլ Աստված օրհնի։ շնորհակալ եմ շատ խոսքերը շփոթեցի տուներեն տարբեր տուներեն ամփոփված վերցրեցի հուզված լալով շնորհակալ եմ ձեզի աստորտնությունն ու բարեխոսությունը ունենանք եւ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնա փեշերը որ Սուրբ Խազարի երկնակամարը աստղազարդ կաբույտ երկինքն է որ գխորտանշը Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնա փեշերը թող բոլորիդ պահպան եւ պաշտպան լա Ամեն ապրեստ Աստված օգնական եւ օգնական սիրելի սրբազանս եւ պահպան ձեզ բոլորիդ շնորհակալ եմ այս գեղեցիկ